Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն իրավիճակներով» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված Իր Խոսքի մեջ հստակ բացահայտում է այն ճշմարտությունը, որ Ինքն անտարբեր չէ տառապանքով ու դժվարություններով անցնող մարդկանց ցավի հանդեպ։ Սակայն երբեմն մենք մեր ցավի մեջ աղաղակում ենք Աստծուն, որպեսզի Նա մեզ ազատի մեր կյանքի դժվարին իրավիճակից, բայց Աստված կարծես այլ ծրագրեր ունենա մեր կյանքի տվյալ իրավիճակի հետ կապված, և մենք դեռ մնում ենք մեր ցավի ու տառապանքի հովտում։ Սիրելի՛ բարեկամ, իսկ պատահե՞լ է, որ Աստծուն ուղղված քո աղոթքներից ու աղաչանքներից հետո անկեղծ հարցնես. «Տե՛ր, ինչո՞ւ ես լուռ, ինչո՞ւ չես միջամտում և քո զորավոր ձեռքով փոխում իմ կյանքի իրավիճակը»։ Անկեղծ ասեմ, որ իմ կյանքում պատահել է դա և ոչ մեկ անգամ։ Սակայն նման իրավիճակների իրական դասը մենք սովորում ենք Տեր Հիսուսի և Պողոս առաքյալի կյանքի օրինակներից։ Շատ հայտնի է Տեր Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում։ «Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստեղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն կացեք»։ Եվ մի քիչ առաջ անցնելով երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու»։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում և այլն։ Սակայն կան նաև դժվարություններ ու ծանր իրադարձություններ, որոնք, ինչպես Հոբի կյանքում, օրինակ են դառնում մյուսների համար, եթե մենք մեր ծանրագույն դժվարությունների մեջ Հոբի նման հավատարիմ ենք մնում Տիրոջը և Տեր Հիսուսի օգնությամբ հաղթահարում ենք մեր կյանքի ճգնաժամերը։ «Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար 3 անգամ Տիրոջն աղաչեցի, որ Նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Արդ ավելի հոժարությամբ Իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ Պողոս առաքյալի պես խնդրում ես Տեր Աստծուց, որ Նա փոխի քո կյանքի իրավիճակը, սակայն դեռ սպասման ընթացքի մեջ ես և փոփոխության որևէ նշան չկա, ապա հավատքով բացի՛ր քո սիրտը Տեր Աստծու զորացնող շնորհքի առջև, որը մեզ ուժ է տալիս դիմանալու, չչարանալու և համբերությամբ ու հավատքով առաջ ընթանալու մեզ համար Տիրոջ պատրաստած հաղթանակների մեջ, որոնք միշտ չէ, որ մեր պատկերացրած ու մեր ակնկալած կերպով են գալիս։ Տեր Հիսուսի շնորհիվ դու միշտ հաղթող ես լինելու։ Անգամ եթե քո կյանքի ծանրագույն իրավիճակը դեռ չի փոխվել, դու կարող ես հաղթող լինել, եթե հավատարիմ մնաս Տիրոջ Խոսքին ու Նրա կամքը կատարելը քեզ համար դարձնես քո կյանքի կարևորագույն առաջնահերթությունը։ Եթե մենք սովորենք մեր տկարությունների ժամանակ ապրել Աստծուն հնազանդության ու Նրա շնորհով զորանալու կյանքով, ապա կկարողանանք կյանքի ցանկացած դժվարին իրավիճակում Պողոս առաքյալի պես ասել. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4:13): Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։